Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ։ Մի քանիսը վիրավորվել են, հայտնել է տեղական ոստիկանությունը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով Բանգլադեշի Նարսինգդի քաղաքից 14 կիլոմետր արևմուտք-հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ, 10 կիլոմետր խորության վրա։ Տեղական ժամանակով ժամը 10:38-ի սահմաններում, Երևանի ժամանակով ժամը 8:38-ին։ Մայրաքաղաքի շատ բնակիչներ խուճապահար դուրս են վազել փողոցներ։ Երկրաշարժի ժամանակ 5 հարկանի շենքի ճաղաշարը փլուզվել եւ ընկել է, ասել է Դաքայի Բանգշալ շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ Ռաֆիկուլ Իսլամը։ Նա նշել է, որ միջադեպի հետևանքով մահացել է 3 մարդ, 2 հետիոտն մահացել են տեղում, իսկ երրորդը հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Ֆեյսալաբադ քաղաքի գործարանում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, հայտնել են քաղաքային իշխանությունները։ Փրկարարները մինչ այժմ փլատակներից դուրս են բերել 15 մարմին, իսկ 7 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Կան մտավախություններ, որ փլատակների տակ ավելի շատ մարդիկ են թաղված։ Փրկարարները զբաղված են փլատակների մաքրմամբ։ Շրջանային ոստիկանության բոլոր ուժերը ներգրաված են փրկարարական աշխատանքներին, ասել է Ֆեյսալաբադի կոմիսար Ռաջա Ջահանգիր Անվարը։ Ուրբաթ օրը ժամը 5-ի սահմաններում Ֆեյսալաբադի Մալիքպուր շրջանում գտնվող սոսնձի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շենքը փլուզվել է, իսկ մոտակա շենքերը մեծ վնասներ են կրել։ Պաշտոնյան հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն գործարանում պայթյունը տեղի է ունեցել գազատարի պատրվածքի պատճառով։ Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով զոհվածները հիմնականում գործարանի մոտակայքում գտնվող տների բնակիչներն են։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Իր խոսքում Ղազախստանի նախագահը նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջին պաշտոնական այցը Ղազախստան։ Այցը շատ կարևոր է երկու երկրների դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար եւ նոր խթան կլինի երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացման համար։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանը Ղազախ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար եւ հույս հայտնել, որ այս հանդիպումը նորից կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցի շրջանակում մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը ընթացքի մեջ է եւ կարևորագույն մի շարք համաձայնագրեր փաստաթղթեր կստորագրվեն։ Հաղորդում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Պաշտոցի անվամբ։ Վարչապետը հանդիպումներ կունենա նաեւ Ղազախստանի վարչապետ Օլժազ Բեկտենովի եւ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ։ Հայաստանի ու Ղազախստանի միջև կստորագրվի պատմական փաստաթուղթ, սա երկու երկրների միջև հարաբերությունների նոր դարաշրջան է։ Ղազախական ԶԼՄ-ների փոխանցմամբ այսօր Աստանայում հավակնոտ հայտարարությամբ հանդես է եկել Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ Հայաստանը Ղազախստանի հիմնական քաղաքական եւ տնտեսական գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Ձեր երկիրը դարձել է ղազախների համար ամենատարածված զբոսաշրջային վայրերից մեկը։ Կարծում եմ, որ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելով բացվում են նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության եւ տրանսպորտային կապերի ամրապնդման համար։ Ես կարծում եմ, որ տրանսպորտի ոլորտում արկա ներուժը պետք է լիովին իրացվի, ինչը մեզ համար նոր հնարավորություններ կբացի։ Տոկաևի խոսքը փոխանցում են ղազախական ԶԼՄ-ները։ Տոկաևը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ գիտակրթական կապերի հետեւողական զարգացումը։ Այսօր կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի եւ Հայաստանի միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հանդիպան ընթացքում անդրադարձ է արվել Ադրբեջանով ներմուծվող ղազախական ցորենին։ Նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարված ղազախական հացահատիկի առաջին տոննան տնտեսական եւ քաղաքական շատ կարևոր քայլ է համարել Տոկաևը եւ հայտնել է, որ ապահովելու է կայուն մատակարարումները։ Մի հավատացեք Եհովայի վկաներին, որոնք արդեն մեկ դար գուժում են աշխարհի մոտալուտ վախճանի մասին, անգամ թվականներն են նշում։ Հայր Զաքարյանն է իր հարցազրույցում անդրադառնում ամեն օր նեգատիվ ու տագնապ հարուցող լուրերի ֆոնին սրվող մարդկային վախերին։ Ամեն սննդի թվացել է, որ արդեն աշխարհի վերջն է, որովհետև համոզելով մոլորեսնում եւ վախեցնում են մարդկանց, ասում է Զաքարիա Ծայրագույն։ Վարդապետ Բաղումյանը պատասխանելով հարցին, երբ կլինի աշխարհի վերջը, վարդապետը նշում է. «Սիրելի քրիստոնյաներ, մի վախեցեք, մի հավատացեք
նման մարդկանց Աստվածաշնչում հստակ գրված է, որ այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտե, նշելով նաեւ Երկրորդ Գալստյանը նախորդող նշանների մասին։ Պարզապես ապրեք Աստվածահաճո կյանքով եւ ձեզ մի տանջեք անիմաստ վախերով։ Նորից քաղաքապետարանը էկոգրո է սկսել Երևանի հազվագյուտ կանաչի վրա մերկացնում է փողոցները կամական ու չպատճառաբանված սառահատումներով։ Ահազանգում է Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը, որ իրավական ակտով են հատվել ծառերը այս չքնաղ հացենիները։ Հուակի վաստակաշատ մասնագետները ում են բացատրություն տվել, մենք մեր պետության մեջ ենք, թե կամայականների լծի տակ։ Հաստաբուն ծառերի սպանդից լուսանկարներ տեղադրելով իր Facebook-յան էջից քաղաքային իշխանությանն է հարցադրումով դիմել Քրիստինա Վարդանյանը։ Նշենք, որ Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը պահանջված հիգիենիկ ցուցանիշից 5 անգամ հիգիենիկ նորմատիվից պակաս է։ Բնակչությունը թթվածնախախցի եւ թունավորման ռիսկի մեջ է։ Սա շատ լուրջ հետևանքներ ունի։ Այս Սուզանավում բոլորս ենք, ընդգծել է ավականու անդամը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը աջակցել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան նոր ծրագրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը նոր թափ է ստացել։ Բանակցությունների սեղանին 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը ամերիկյան պատվիրակությունը Կիևում է եւ ամբողջ աշխարհում մեծ սպասումներ կան։ Գրել է վարչապետը Facebook-ում, Օրբանը կարծում է, որ Թրամփը ակնհայտորեն մտադիր է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Նրա կարծիքով ամերիկացի նախագահը իսկական ապստամբ է, երբ նա ինչ-որ բան է որոշում, նա չի նահանջի։ Դատարանը Լիդիա Մանթաշյանին քաղաքական իշխանությունների հրանգով է պատժում քաղաքական քինախնդրություն եւ եւս 3 ամսով երկարաձգել քաղբանդարկյալ միակ կնոջ կալանքի ժամկետը։ Այսպիսի կարծիք է հայտնել ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Հայաստան խմբակցության պատգամավորը նշել է, որ գրեթե 5 ամիս նրա տեսակցությունները սահմանափակված են, այդ թվում պատգամավորների հետ, ինչը այլ կերպ քան պատիժ գնահատել չի կարելի։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործով երեկվա նոյեմբերի 20-ի դատական նիստի ընթացքում 9 տղամարդու նկատմամբ կիրառված խափանման միջոցները փոխելուն տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն, Վարդանյանն ասաց. այս գործն այնքան դատարկ է սին է, որ այս պարագայում նույնիսկ դատարանը համոզված չէ, որ ապացույցները բավարար են լինելու որոշում կայացնելու համար։ Իհարկե նաեւ հանրային դժգոհությունը ճնշումն իր արդյունքը տալիս է, բայց եկեք չմոռանանք, որ խափանման միջոցները փոխվում են։ Կալանքը դառնում է տնային կալանք, վարչական վերահսկողություն, բայց այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, նրանք ստիպված են մասնակցել մի դատավարական ֆարսի, որը իրավական որևէ հիմնավորում չունի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակամարտության կարգավորման նոր ծրագրի շրջանակներում Ռուսաստանն ու Ուկրաինան ավելի շատ բան կստանան, քան կզիջեն։ Այս մասին ABC-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Ինչպես Թրամփի վարչակազմը հստակեցրել է, ցանկացած համաձայնագիր պետք է ապահովի Ուկրաինայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի համար անվտանգության եւ զսպման լիարժեք երաշխիքներ։ Պատերազմի ավարտն ապահովելու, ինչպես նաև ֆինանսական միջոցներ Ուկրաինայի վերականգնման եւ Ռուսաստանի երկու երկրների ժողովուրդների բարօրության համար համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրման համար, ասել է Լևիթը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով ծրագիրը մշակվել է հաշվի առնելով իրավիճակի իրականությունը, փոխադարձ շահեկան լուծում գտնելու համար, որի դեպքում երկու երկրներն էլ ավելի շատ բան կստանան, քան կզիջեն։ Եվրոպական առաջնորդները սկսել են պատրաստել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու իրենց ծրագիրը, եւ Բրյուսելը մտադիր է այն ներկայացնել Կիևին առաջիկա օրերին, հաղորդել է Wall Street Journal-ը։ Եվրոպացի առաջնորդներն աշխատում են պատերազմը այլընտրանքային պայմաններով դադարեցնելու իրենց սեփական հակաառաջարկի վրա եւ փորձում են համոզել Ուկրաինային աջակցել իրենց ծրագրին, որը մշակված է Կիևի համար ավելի բարենպաստ պայմաններով։ Եվրոպան հույս ունի, որ ծրագիրը պատրաստ կլինի մի քանի օրվա ընթացքում, բայց Կիևը դեռևս չի պարտավորվել միանալ դրան, հաղորդել է հրատարակությունը։ Հարավային Աֆրիկան, Չինաստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը 2026 թվականին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Պրետորիայում Ռուսաստանի դեսպան Ռոման Աբրամովը։ Ինչքան մենք գիտենք, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի եւ Չինաստանի մասնակցությամբ ՄՕՍ-ի 3 ռազմածովային զորավարժությունները նախատեսված են 2026 թվականի հունվարի սկզբին, նշել է դիվանագետը։ Նա այս զորավարժությունները գնահատել է որպես 3 երկրների միջև հարաբերություններում նշանակալի հանգրվան։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար երրորդ մեղադրանքն է առաջադրվել։ Նրա առաջին մեղադրանքը հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել կաշառքի գործով, իսկ երկրորդ մեղադրանքը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սեպտեմբերի 16-ին լրագրողները զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։ Երրորդ մեղադրանքն օրերս հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարություններն են։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը 2025 թվականի նոյեմբերի 21-ին այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք։ Ինչպես տեղեկացրել է ԱՊԱ-ն, այցն իրականացվում է ի պատասխան ադրբեջանական պատվիրակության Հայաստանի մայրաքաղաք կատարած ուղևորության, որը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին 22-ին։ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում, որը սահմանվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հայտարարության ընդունումից հետո։ Հիշեցնենք, որ Երևան-Բաքու եւ Բաքու-Երևան չարթերային չվերթների կազմակերպման համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է մոտ 18 միլիոն դրամ։ Աստանայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետի եւ Ղազախստանի նախագահի առանձնազրույցը, որից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի պատվիրակության կազմում հանդիպանը նախատեսված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի եւ այլ պաշտոնյաների մասնակցությունը օրակարգում երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանն առաջվող հարցեր են, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերում փոխգործակցության զարգացումը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու մտերիմները նրան ակտարկում են չառաջադրվել երկրորդ ժամկետով, հաղորդում է Պոլիտիկոն։ Զելենսկու աջակցությունն այնքան ցածր է, իսկ կոռուպցիոն ճգնաժամը այնքան ավերիչ, որ անանուն լինելու պայմանով նախագահի եւ նրա մերձավոր շրջապատից սերտորեն համագործակցված մարդիկ այժմ ակտարկում են, որ նա կարող է չառաջադրվել երկրորդ ժամկետով, հենց որ հանգամանքները թույլ տան քվեարկել։ Հաղորդում է թերթը, նշվում է, որ Ուկրաինայի նախագահի կինը Օլենա Զելենսկին նույնպես կարծում է, որ նախագահը չպետք է վերընտրվի։ Շախմատի լուրերից գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Գորիս Open 2025 թվականի 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մանուելը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Վոլոդիմիր Զելենսկի եւ նրա մերձավոր շրջապատի հետ աշխատած անձիկ խոսելով անանունության պայմանով ակնարկում են, որ նա կարող է չառաջադրվել։ Երկրորդ ժամկետով այս կարծիքը հայտնել է ամերիկացի քաղաքագետ Ադրիան Կարատնիցկին։ Զելենսկիի աջակցությունն այնքան ցածր է, իսկ կոռուպցիոն սկանդալն այնքան ավերիչ, որ նրա եւ նրա մերձավոր շրջապատի հետ աշխատած մարդիկ խոսելով անանունության պայմանով ակնարկում են, որ նա կարող է չփորձել երկրորդ ժամկետով առաջադրվել, երբ հանգամանքները թույլ տան քվեարկել, գրում է հեղինակը Պոլիտիկոյի համարսյունյակում։ Նույնիսկ սկանդալից առաջ երկրի բնակիչները սկսել էին նոր առաջնորդներ փնտրել նրա խիստ կենտրոնացված, մեկուսացված եւ երբեմն ավտորիտար կառավարման նկատմամբ դժգոհության ֆոնին։ Ընդդիմադիր պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով հարցումները ցույց են տալիս, որ Զելենսկու աջակցության մակարդակը կազմում է ընդամենը 25%։ Բագրատ Սրբազանի եւ մյուսների քրեական գործով անցող միակ կինը Լիդիա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ 3 նոյեմբերի 20-ին նման որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը, բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը եւ երկարաձգելով Մանթաշյանի կալանքը եւս 3 ամսով։ Լիդիա Մանթաշյանի շահերի պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ գործի նյութերում չկա որևէ ապացույց, որը կնշի, թե իր պաշտպանյալը պետք է մնա կալանքի տակ։ Յուրաքանչյուր նիստից առաջ ուսումնասիրում եմ հատորները, հասկանալու ինչի համար է մեղադրվում Լիդիան կամ միայն մի խոսակցություն նրա եւ Մովսես Շարբաթյանի միջև գունավոր ծխի փորձարկման մասին նոթատետրեր, որոնք չեն վկայում որևէ հանցանքի մասին։ Չեմ հասկանում որպես իրավաբան եւ մարդ ինչու են ապահովում կալանքի տակ։ Սողոյանը նշեց, որ Մանթաշյանը արդեն 5 ամիս է մեկուսացված է արտաքին աշխարհից։ Նրա խոսքով Մանթաշյանի առավելագույն պաշտոնը եղել է բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, ապա Տավուշի թեմի մամուլի պատասխանատուն։ Երևանում ինչ կարող անել Դիլիջանի մասնաճյուղի հաշվապահ, ինչպես
ինչպես կարող է ազդել վկաների վրա, երբ նրանք նրա դեմ որևէ ցուցմունք չեն տվել։ Պաշտպանը միջնորդեց կիրառել վարչական հսկողություն, համակցված բացակայելու արգելքով եւ մինչեւ 2 միլիոն դրամ գրավով։ Նրա խոսքով Մանթաշյանի պարագայում չկա ոչ փախուստի, ոչ նոր հանցագործության, ոչ էլ վարույթին խոչընդոտելու ռիսկ։ Պաշտպանները դատարանին հիշեցրին նաեւ, որ ՄԱԿ-ը սահմանել է կանոններ կանանց նկատմամբ պատժի տարբերակային ոչ կալանքային մոտեցումների վերաբերյալ։ Դատարանը սակայն պաշտպանի միջնորդությունը չբավարարեց եւ Լիդիա Մանթաշյանը կմնա կալանքի տակ եւս 3 ամիս։ Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին Եվրոմեդիա 24-ին հայտնել են քննչական կոմիտեից։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը, որտեղ մեղադրող կողմը միջնորդում է կիրառել կալանք։ Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության հատկանիշներով։ Փաստաբանի փոխանցմամբ քննչական կոմիտեի նոր հարուցված քրեական հետապնդումը կապված է 2 օր առաջ հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի եւ մյուսների դատավարության ընթացքում հնչած հայտարարությունների հետ։ Նիստը հեռարձակվում էր սահմանափակումներով եւ կոմիտեն ուսումնասիրում է ինչպես Վարդան, այնպես էլ Սպարտակ Ղուկասյանի արտահայտությունները։ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը նախատեսում է Ուկրաինայում նախատեսված հանդիպումներից հետո ճեպազրույցներ անցկացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյային։ Հրապարակման համաձայն նա դաշնակիցներին կներկայացնի Վաշինգտոնի կողմից մշակվող ծրագիրը ուկրաինական կարգավորման համար։ Դրիսկոլը Կիևում իր հանդիպումներից հետո մի շարք ճեպազրույցներ կանցկացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ծրագիրը եւ ԱՄՆ-ի հետագա գործողությունների տեսլականը ուրվագծելու համար, նշվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակումը հանդիսանում է վայրենի ռուսաֆոբիայի հերթական դրսևորում։ Այս մասին նա հայտնել է բրիֆինգի ընթացքում արձագանքելով Վարշավայի վերջին որոշմանը։ Զախարովայի խոսքով Լեհաստանի իշխանությունների այս քայլը դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների հետագա քայքայմանն ուղղված նպատակային քաղաքականություն։ Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստվում է տալ հայելային պատասխան։ Սահմանափակելով Լեհաստանի դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանում նոյեմբերի 19-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Գդանսկում գտնվող Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը փակվում է որպես պատասխան նախորդ շաբաթավերջին երկաթուղում տեղի ունեցած դիվերսիայի համար։ Իսկ Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր հավատարմագրված ներկայացուցիչը Անդրեյ Օրդաշը լեհական կողմի մեղադրանքներն անվանել էր խենթություն եւ անհետեթություն։ Հոկտեմբերին Ռուսաստանը մեծացրել է չինական բեռնատարների գնումները չնայած 4 ապրանքանիշների ներմուծման արգելքին։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Չինաստանի մաքսային տվյալներին։ Հուլիսին Ռոսստանդարտը արգելեց որոշակի չինական բեռնատարների վաճառքը երկրում։ Անվտանգության խախտումների պատճառով սահմանափակումները վերաբերում են Dongfeng, Photon Fao եւ Citrek բեռնատարներին, ինչպես նաեւ այդ ապրանքանիշերի շասիներին։ Արգելքի ուժի մեջ մտնելուց հետո վաճառքը անմիջապես կտրուկ նվազեց, գրեթե եռապատկելով հասնելով 34.5 միլիոն դոլարի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է պաշտոնանկ անել իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։ Այս մասին Տելեգրամյան իր ալիքում հայտնել է Վերխովնայա Ռադայի падգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Падգամավորը նշել է, որ Երմակի հեռացման շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել էին, սակայն նախագահը որոշում է կայացրել չազատել նրան պաշտոնից։ Զելենսկու գրասենյակը դեռևս չի մեկնաբանել այս պնդումները։ Ներկայումս Երմակը շարունակում է զբաղեցնել նախագահական գրասենյակի ղեկավարի պաշտոնը, մնալով Զելենսկու ամենամերձավոր եւ ազդեցիկ թիմակիցներից մեկը։ Եվրոպական երկրները դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտությունը լուծելու նոր ծրագրին, հաղորդել է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Եվրոպական երկրները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ուկրաինայի համար խաղաղության ծրագրին, որը ըստ աղբյուրների կպահանջի Կիևից ավելի շատ տարածքներ զիջել եւ մասամբ զինաթափվել, հաղորդել է հրատարակությունը։ Աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնը նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հստակեցրել է, որ Ուկրաինան պետք է ընդունի ԱՄՆ-ի կողմից մշակված ծրագիրը հակամարտությունը դադարեցնելու համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն սկանդալը բացասաբար է ազդել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանրային աջակցման մակարդակի վրա։ Նրա խոսքով Զելենսկու մերձավոր գործարարը Թիմուր Մինդիչը հայտնվել է քննության կենտրոնում, ինչն էլ խաթարել է ուկրաինացի ղեկավարի դիրքերը։ Զախարովան նաև քննադատել է Կիևի իշխանություններին, պնդելով, որ նրանք զբաղվում են արևմուտքի կողմից տրամադրված միջոցների ոչ նպատակային օգտագործմամբ, այդ թվում անօդաչու սարքերի արտադրության համար հատկացված գումարներով։ Նրա հայտարարությամբ այս իրավիճակը խորացնում է վստահության ճգնաժամը Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ։ Բլումբերգը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր պլանը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում։ Հրապարակման մեջ նշվում է, որ առաջարկի բաղադրիչներից մեկը հենց այս սահմանափակումների հանումն է, սակայն չի հստակեցվում, թե որ կոնկրետ միջոցների մասին է խոսքը։ Նյութում հաղորդվում է նաև, որ ամերիկագետ Պավել Դուբրավսկու կարծիքով ռուս-ամերիկյան այս պլանի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը ամենայն հավանականությամբ չէր եղել պատահական։ Նրա համոզմամբ արտահոսքի նպատակը կարող էր լինել լրացուցիչ ճնշում գործադրել Ուկրաինայի վրա բանակցային գործընթացում որոշումներ պարտադրելու նպատակով։ Ռուսաստանի միջազգային պաուստերը շաբաթվա ընթացքում աճել են 14.3 միլիարդ դոլարով, հասնելով 734.1 միլիարդ դոլարի։ Հայտում է Կենտրոնական բանկը։ Նրա տեղեկությունների համաձայն նոյեմբերի 7-ից 14-ը ցուցանիշը կտրուկ աճել է 2%-ով, հիմնականում դրական վերագնահատման շնորհիվ։ Սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի պաուստերի չափը առաջին անգամ գերազանցեց 700 միլիարդ դոլարի սահմանը, իսկ հոկտեմբերի 18-ին ոսկու ռեկորդային գների հետ համընթաց հասավ պատմական առավելագույնի, այնուհետև թանկարժեք մետաղի գնի շտկողական անկման ֆոնին դրանք նվազեցին 3 շաբաթ անընդմեջ, այս ընթացքում նվազելով 22.6 միլիարդ դոլարով։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը ազատությանը փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ են ներկայացրել Ղուկասյանի քրեակատարողական հիմնարկում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Վրաստանը միայն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն, այս մասին ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։ Նրա խոսքով Հարավային Կովկասի 3 երկրների միասնական դիրքորոշումը կարող է ծառայել նրանցից յուրաքանչյուրի շահերին։ Սամխարաձեն ընդգծեց, որ Հարավային Կովկասը կարող է ավելի գրավիչ եւ հետաքրքիր լինել պոտենցիալ ներդրողների համար որպես միասնական տարածաշրջան։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ ուրախ է հանդիպել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին քննարկելու վերջին զարգացումները տեղում եւ ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները։ Գրել է Ռիտերը, ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին եւ կարեւորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման եւ դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի նախագծին վերաբերող հարցեր։ Ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, մանրամասներ
ցույցեր են ներկայացվել պիլոտային ծրագրի սկզբունքների շրջանակի եւ շարունակականության վերաբերյալ։ Ընդգծվել է, որ պիլոտային ծրագրի եզրակացությունները հիմք կդառնան 2026 թվականի ընթացքում օրենսդրական վերանայումների համար։ Խորհրդակցության մասնակիցները ծրագրի վերաբերյալ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ ու առաջարկություններ։ Վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավման ուղղված քայլերը եւ այս համատեքստում ընդգծել որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Քննարկման արդյունքներով երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը։ Քաղաքագետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության Նարընթեր ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Եվգենիա Վոյկոն խոսել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման ենթադրաբար նոր 28 կետանոց ծրագրի մասին։ Մասնագետի խոսքով նման լուրերին պետք է զգուշորեն վերաբերվել, քանի որ դրան կարող են ինչ-որ մեկի շահերի համար հորինվածք լինել։ Թրամփը կցանկանար հրադադար, ապա նստել, քննարկել, ստորագրել կամ չստորագրել եւ այլն։ Բայց նրա միջնորդությամբ հրադադարն ավելի նախընտրելի է։ Այդ դեպքում նա կվերցներ իր վրա դրա վաստակը եւ կցուցադրեր այն ամեն կերպ, հավելել է Վոյկոն։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը, որը ենթադրաբար գաղտնի կերպով մշակվել է ռուս եւ ամերիկացի պաշտոնյաների կողմից, հիմնված է Կիևի կապիտուլյացիայի վրա եւ ենթադրում է հանրապետության դեմ կտրուկ միջոցների կիրառում։ Սա է Guardian-ի լրագրողների գնահատականը։ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի եւ Կրեմլի խոսնակ Կիրիլ Դմիտրիևի կողմից մշակված նախագծի ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի դեմ կտրուկ միջոցներ, որոնք Ռուսաստանին կտան աննախադեպ վերահսկողություն երկրի ռազմական եւ քաղաքական ինքնիշխանության նկատմամբ։ Նշվում է զեկույցում ասվում է, որ Կիևը հավանաբար նման ծրագիրը կընկալի որպես կապիտուլյացիա։ Եվրամիությունը չի մասնակցել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ԱՄՆ-ի կողմից պատրաստված ծրագրի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։ Պատասխանելով լրագրողների հարցերին փաստաթղթի մշակման գործում եվրոպացի պաշտոնյաների հնարավոր ներգրավվածության վերաբերյալ, Կալասը տվել է վճռական բացասական պատասխան։ Ինչքան ես գիտեմ, ոչ, ասել է ներկայացուցիչը։ Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներին չի տեղեկացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր առաջարկներից, հաղորդել է Daily Telegraph-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումը պնդում է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ուղղակիորեն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն ասել են, որ նա պետք է համաձայնվի Վաշինգտոնի առաջարկին, հաշվի առնելով կոռուպցիոն սկանդալի պատճառով նրա թուլացած դիրքը։ Կիև կատարած այցից հետո ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը մի շարք ճեպազրույցներ կանցկացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որտեղ կներկայացնի ԱՄՆ բնակավայրերի կարգավորման ծրագրի մանրամասները, հաղորդել է Politico-ն, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային։ Նրա խոսքով Դրիսկոլը պետք է Կիևում Վոլոդիմիր Զելենսկուն ներկայացներ կարգավորման ծրագիր։ Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հղում անելով աղբյուրներին հայտնել էին, որ Միացյալ Նահանգները մշակում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ։ Axios պորտալը մասնավորապես նշել է, որ ամերիկյան առաջարկները նախատեսում են Կիևի կողմից որոշ տարածքների հրաժարում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ NBC News-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթվա սկզբին հաստատել է 28 կետից բաղկացած նոր պլանը։ Ինչպես հաղորդել է Wall Street Journal-ը, Վաշինգտոնը ի թիվս այլ բաների առաջարկում է Կիևին հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը։ Ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի եւ Սիրիայի, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։
Իսկ այժմ եղանակի մասին հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Քամին հարավ-արևմտյան մասում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ին 23-ից 3-ային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 5 աստիճանով։ Մնացած շրջաններում էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։